Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով իմ հյուրն է Էդգար Էլբակյանը։ Բարև ձեզ Էդգար, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես Սրբազանը միացավ մյուս սրբազաններին, բայց ոչ այնքան լավ իմաստով։ Գիտեք, որ 3 սրբազանները շարունակում են փակված մնալ, մեր իրական սրբազանները, փաստորեն հետո կյանքը ցույց տվեց, որ մենք ունենք այսպես մոլա դառնալու ճանապարհին կանգնած անգամ սրբազաններ, մենք այսօր առանձին խոսենք Վազգենի մասին, նա դրա անուն է, որտեղ արդեն ես ճիշտ ասած անհարմար, ինչ? Էդիկ? Հա, անհարմար եմ զգում ասել Վազգեն սրբազան, ես մի շատ բարձր կարծիք ունեի, մտածում էի ներդաշնակ հանգիստ բան այսպիսի, փաստորեն Երեք էր նորից ինքը հիմա բանի ցուպը ձեռքը վերցրած այս հեռուստաընկերությունից գնում այն հեռուստաընկերությունը այնտեղից այնտեղ իմիջիայլոց մյուսները մի փոքր հետ են քաշվել ինչը շատ հետաքրքիր է դե երևի այն մեկը հասկանում է որ իր վրա այնպիսի կոմպրոմատներ կան հիմա հասկանում եք մի քիչ շատ այդ բոտեքսա որ մի հատ ինչ որ սրբազան ունեինք տարօրինակ հիմա եթե հանկարծ այս կողմից ակտիվանա չէ եթե ակտիվանա ինքը վախ, այնպիսի խայտարակ բաներ կարող են հրապարակ գալ, օրինակ, այդ սեղանի շուրջ հավաքված մեկ այլ հոգևորականի հետ կապված այնպիսի բաներ, որ Էդգարն անգամ կարող է ամոթել մի քանի օր Էդգար ջան տանից դուրս չգաս, ինքը հասկանում է, չէ, հիմա կարող է այնտեղ մի սխալ թույլ տան, նրանք կարող են հանկարծ այդ ամեն ինչը հրապարակ անել, այնքան էլ բան լավ վիճակում չեն, երևի դրա համար ասել է լսեք, այն ինչ որ իմ գլխին թափվել է, թողեք հանգիստ մի հատ տեսնեմ ինչ է կատարվում։ Դե պարզ է, այն մյուսն էլ որ ասում են, այս ամբողջ ֆիլմերի հետ կապված իր հետ կապ ունի, երևի նույն թեմայով է լռում է այդ սեղանի շուրջ հայտնված սրբազաններից մեկը։ Մյուս սրբազանը, Կոտայքի սրբազանը, ճիշտն ասած, նաև այնպիսի ինֆորմացիա գնաց, որ ինքը նաև հասկանում է, որ շատ մեծ սրբապղծության ճանապարհ է Ռաց երևի սկզբում հասկանում են, հա, հասկանում են, հիմա մարդ կա, որ այսպես վերջնական միջև այսպես կոկորտը կամ գլխի ծայրը այդ տեղի մեջ, ընդ որում թուրքական տեղի մեջ շարունակում է խրվել, ինչպես Վազգենը, բայց մյուսները մի փոքր զգում ես վերապահություն, բայց այստեղ մենակ բանն է, որ զգում ես ասենք կճանի պարագայում, որ ասում է ինչ է կորցրել, ինչ է գտել մի 100 բան ես կողմ, 100 բան եք, ասում եք ասեք էլի, որ նորություն չի կճանի համար։ Իմիջիայլոց ես այդպես է չլսեցի, ոչ Տիգրան Սարգսյանի ձայնը, բանը, ինչա թևը բռնած տենց առաջ էին տանում միշտ իրանց սրբազաններ, բաներ, քավոր էր, չգիտեմ ինչ էր բոլոր սեղանների, հատկապես հանրապետականի Հովիկ Աբրահամյանը այդպես էլ ձայն չանեց, հենց ապավինում էին, ընկերություն էին անում, աջակցում էին, ինչու ոչ Սերժ Սարգսյանը կարող է ինչ-որ բան ասել, օրինակ այս սրբապիղծի հասցեին, որ սրբապղծությունը շարունակվում է, էլի նույն աջակցություններ վայելում իրենց, չէ, հենց բաներ զախտներ դարձել այս Կճոյանը ու չգիտեք ինչի իր բոլոր հանցագործությունների ու սրիկայությունները ծածկադմփոցի էր արվում եւ փակվում գնում էր սա ինչ որ բաներ կա որ երևի միայն Աշոտյանը ճիշտ ասած գրեց դե Աշոտյանն է չէ ինչ որ գրեց որ այդ 7-ը իր համար ինչ են դե 7-ի մեջ նաեւ մտնում էր Կճոյանը այնպես որ հիմա դե բան է այստեղ կարծեմ տես մեծ սարսափելի վտանգ չկա էլի մյուս առումներով գուցե վախեցած վախվորացին գիտեմ որ շատ վատ վիճակում է Հովիկ Աբրահամյանը որտեվ սրանք իրանք չեն հասկանում ոնց որ Խաչատուր Սուքիասյանը իրանք չեն հասկանում որ Նիկոլը ինքը նաև նեոբոլշևիկ է ինքը նաև դասակարգային բան է տամ ինքը ընդհանրապես ես վստահեցնում եմ եթե Նիկոլը ասենք հիմա միլիարդեր է վաղը ունենա 100 միլիարդ կապ չունի ինքը զարմանալի բան է չէ Էդգար ինքը ատում է ընդհանրապես բոլոր կայացած ունեցող դրա համար հիմա որ ասում է Խաչատուր Սուքիասյանը ցուցակում չկար պարզ է ինչքան ուզում եք ասեք շահերի համընկնում կա Սուքիասյանը իրեն պետք էր ընտրությունների ժամանակ ինքը Սուքիասյանի պետքա որ իր հարստությունը պահի կամ ավելի մեծ հարստություն ունենա վերջապես կարողանա Ծառուկյանից ավելի շատ նշած չի ստացվելու Սամվել Ալեքսանյանից ինչ են ասում լֆիկ հա ինչ որ տենց անուն ունի Սամվել են ասում ինչ են ասում Սամվել Ալեքսանյանից այդպես է չէ իր անունը շատ ունենա բան միևնույն է իրանք ինչ որ ժամանակահատվածում կարող են շահերի համընկնել բայց խորքային առումով Նիկոլը ատելություն ունի իրանց նկատմամբ եւ ավելին ասեմ ինքն էլ ունի այնպես չի որ Խաչատուր Սուքիասյանը չունի այդ կա ուղղակի այս պահին համընկել է իրար հետ
թուրքական շահ կա, թուրքական շահը գերակա է, Եթե կա ընդհանուր արտաքին թշնամի, իրենց համար կա, չէ, բայց նաև բանը նա խորամանկ է, ասենք Նիկոլը, բայց Սուքեսյան այդ առումով ավելի խելոք է, ես ասեմ իմիջիայից էս ինչ որ տեղի ունեցավ, մի տեսակ թռանք թեմաներ էստեղից այնտեղ, բայց ինչ որ տեղի ունեցավ շատ լավ է Սուքեսյանի համար, հիմա կարծում եմ ինչքան զայրացած է բան է, որ ինքը ցուցակում չկա, բայց ինքը այս իմաստով պարոն Սուքեսյան շատ լավ է, որովհետև մի քիչ գոնե լավ է, էլի մի քիչ, որտեվ ես այն կարծիքին եմ, որ ոչ մենք չենք փրկվելու, շատ շուտով բերելու ենք այդ 300,000 ադրբեջանցիներին, թե ինչ են անելու մեզ այդ միանք հիմարը չգիտի թե ինչ է սպասում այս բոլորին, բայց գոնե մի փոքր խիղճը կարող է հանգիստ լինել ապագայում է թորները, երբ որ ասեն թուրքերի հետ է եղել թուրքական այս բան քաղաքականություն արել, կարող ասել վերջում դեդեղով է հարցնելու, իրենք չուզեցին թե ինքը չուզեց, գոնե գասի այս թուրքերից մի փոքր ներսի թուրքերից մի փոքր հերոյ գոնե ցուցակի մեջ չկա։ Այս իմաստով էլ դա ուզում ասել։ Եվ թիրախում իրենց համար լավատես է։ Արշակ, հա, լավատես են իմաստով որ